Արցախում եւ ինչպիսի ներդրում եք ունեցել։ Առաջ շնորհավորենք մեր Մայիսյանինի առիթով մեր անցյալ կերտած այդ բանը, որ հաղթանակով հաղթել ենք։ Պատերազմի ժամանակ այն վաղ փոքր էի, 15 տարեկան էի առաջի պատերազմի ժամանակ, տնից փախա, տենց գնացինք, չէին թողում, որ ես շատ բաներ տենայի, բայց հասկանում էի ինչ էր կատարվում կողոքուշտը։ Ու տենց անցավ մի տարի, տենց իրանց մեջ էի, այն վաղվա ֆիդայիների։ Դրանից հետո զորացրվեցի ծառայության, նորից նույն տարածքում, որտեղ որ ես եղել եմ այդ թվերին։ Քելբաջարում զորացրվեցի ծառայության, 2 տարուց հետո արդեն անցա պայմանագրային ծառայության։ Ու էլի զինվորականով մոտ մի 18 տարի տենց ծառայության մեջ։ Քարորիա պատերազմին ընդեղ էլի մասնակից էինք, ծառայություն էր, բայց այնպես շարժ չէր, ոնց որ պետք էր առաջվա նման։ Իսկ այս քարորիա պատերազմին արդեն 44-օրյա պատերազմին արդեն ուժեղ գիտենք ինչ պետք է անենք։ Վերջ այդքան ծառայել ենք, գիտենք որտեղից։ Մենք դրանց ոնց ասեմ, այդ թուրքերին լավ մենք հաղթեցինք, լավ հաղթեցինք։ Ուղղակի մեր ասած ձեր բանով կառավարությունը չթողեց, որ այդ տարածքները նորից մնար մեզ։ Մեր կրավ մենք զիջում չենք ունեցել դրանց դեմ։ Այդ էր պատերազմը Կներեք, պարոն Մանուկյան, որ մասում եք կռվում, որտեղ դուք ոչ մի թիզ հող չեք զիջել Քալբաջարում, որ իշխանությունը առանց ռազմական գործողությունների այդ տարածքը նվիրեց, այսպես ասած, Ադրբեջանին։ Այո, ադրբեջանցուն նվիրեց, քանի որ Այսինքն զրոյացվեց ձեր կատարած այո, այդքան ընկերներ կորցնել, այդքան մեր ներդրումը, որ մնացել ենք դեպիավորվել ենք, միջև այսօր խոսքի չեմ ասում, ես լիարժեք առողջ մարդ եմ, բայց էլի ապրում ենք, հարկ ասու շնորհիվ ապրում ենք։ Բայց որ ասեմ, մենք չզիջեցինք, ուղղակի այդպես տվեցին, նվիրատվություն արին Թուրքին։